Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է կրիպտո տնտեսվարողների միության խորհրդի նախագահ Էդվարդ Ավետիսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ավետիսյան, այսպես ես հասկանում եմ, որ դուք որոշակի դժգոհություններ ունեք, բայց այդ դժգոհության նախապատմության անդրադառնանք 25 թվականի հուլիսի 4-ից ուժի մեջ մտավ կրիպտո ակտիվների մասին համապարփակ օրենքը, որը փորձեր կառավարել կրիպտո ոլորտը, կրիպտո ակտիվների եւ որքանով որ ես եմ հասկանում, դուք այդ օրենքից եւ դրա հետ կապված վարչարությունից այնքան էլ գոհ չեք, ինչու։ Ճիշտ եք ասում, խնդիրը նրանում է, որ նախքան այդ օրենքի ընդունումը, ինչ քննարկումներ որ եղել են մասնավորի հետ, այսինքն ոլորտի ներկայացուցիչների հետ, դրանք մեծամասամբ ձևական բնույթ են կրել, տենց պսիչկայի համար արվել են այդ քննարկումները ու այն արձագանքը, որ եղել է ոլորտի մասնակիցների կողմից, ընդհանրապես լսելի չի եղել ու դա որևէ կերպ չի արտացոլվել օրենքի մեջ։ Բերվել է Եվրոպայից կրիպտոյի օրենսդրությունը, այստեղ ինչ որ ձևով հարմարացվել է, առանց հաշվի առնելու տեղական նրբությունները, յուրահատկությունները ու առհասարակ շուկան, թե ինչպես է կրիպտո շուկան Հայաստանում գործում, որը որ տարիներ շարունակ եղել է, զարգացել է, ծավալվել է, գնալով շատացել են գրասենյակները, ինքներդ էլ հաստատ տեսել եք Երևանի կենտրոնում, ու այդ գետնի վրա եղած իրողությունները առանց հաշվի առնելու օրենքներ ընդունվեցին ու հիմա երևում է արդեն գործնական փուլում, որ չի լինում դրանք նորմալ ձևով ի կատարածել։ Ու փաստացի ոլորտը հիմա կոլապսի առաջ է կանգնած, կարելի ասել փակուղային իրավիճակում է։ Ասացիք հաշվի չեն առնվել տեղային առանձնահատկությունները։ Կոպիտ ասած բիտքոյնը Աֆրիկայում էլ է բիտքոյնը։ Ինչ տեղային առանձնահատկության մասին կարող է խոսք լինել։ Առանձնահատկությունները նրանք են, թե ինչ տեսակի բիզնեսներ կան Հայաստանում, դրանք ոնց են գործում, ինչ հզորություններ, կարողություններ ունեն, այսինքն ինչքան մեծ ընկերություններ են, բացի նրանից թե ինչ տեսակի հաճախորդներ կան Հայաստանում, ովքեր ինչ տեսակի գործարքներ են անում, բանկային համակարգը ինչքանով է զարգացած ու պատրաստ է ամեն ինչը ընդունել, այս ամեն ինչը որ իմի է բերում, ստացվում է, որ ոչ մի բան հաշվի չի առնվել։ Մինչև օրենքի ընդունվելը ոլորտում գրեթե ամբողջ շրջանառությունը եւ գործունեությունը տեղի էր ունենում կանխիկով։ Պատճառը որն է, որովհետև կենտրոնական բանկը ժամանակին շրջաբերական էր ուղարկել բանկերին եւ հայտարարություններ տարածել, որ կրիպտոն շատ ռիսկային վախենալու բան է, իրանցից պետքա բոլորը հեռու մնան ու ոչ մի բանկ ոլորտի ընկերություններին չէր սպասարկում, կրիպտոյի հետ կապված ինչ ֆիզիկական անձանց գործարքներ տեսնում էր, արգելափակում էր այդ գործարքները, երբեմն հաշիվներն էլ էր արգելափակում ու փաստացի ոլորտը մենակ կանխիկով է գոյատևել։ Հունվարի 1-ից 2026 թվականի կանխիկով գործարքները կրիպտո ոլորտում արգելվեցին, բայց դրա այլընտրանք անկանխիկը դեռևս չկա, պատշաճ ձևով չի աշխատում։ Գրեթե ոչ մի բանկ, ընդամենը 1-2 բանկ առաջի քայլերն են նոր անում սպասարկման, այդ քայլերը անելուց էլ շատ սահմանափակ քանակի պրոդուկտներ են, բանկային ծառայություններ են մատուցում այդ ընկերություններին, այնքան են բարդացնում այդ բոլոր process-ները, ել չասած հավելյալ միջնորդավճարներ, որոնք որ նոր միջնորդի ի հայտ գալու առումով առաջացել են, այս ամենը հաշվի առնելով այն մեծ շրջանառությունը, իսկ շրջանառությունը շատ մեծ էր։ Օրինակ անցած տարի ավելի քան մոտ 10 միլիարդ դոլարի շրջանառություն ա եղել կրիպտո շուկայում։ Ու հիմա եթե դուք նայեք բանկային համակարգում Հայաստանում թե ընդհանուր Հայաստանում, մենակ Հայաստանում, հիմա նայեք թե բանկերով ինչքան է շրջանառությունը անցնում, երևի դրա 1-2% անգամ չի անցնում։ Ինչ է ստացվում կամ ամբողջ ոլորտը այնպես են ոնց որ պարալիզացվել, որ չի կարողանում աշխատել այդ գործարքները անհետացել են, կամ էլ այդ ամբողջ ոլորտը գնացել է ստվեր։ Ու երկու դեպքում էլ շատ վատ է համ պետության համար, համ տնտեսվարողների, համ էլ հասարակ քաղաքացիների։ Հիմա տեսեք, ես այս թեմայով իհարկե ես դրա մասնագետացում, բայց մի քանի առիթ եղել է սրուցելու նույն կենտրոնական բանկի ներկայացուցչի հետ, ֆինանսների նախարարության ներկայացուցչի հետ, որում է թվում նաև ֆինանսների նախարարի Վահե Հովհաննիսյանի հետ, եւ այստեղ մի իրենք մտավախություն ունեն, ասում են կրիպտոն անանուն փող է, այսինքն կրիպտոյով կարելի է անել ամեն ինչ, չգիտեմ, սկսած ընտրակաշառքից, լավ, այսպես ասեմ, ու պետությունը դրա նկատմամբ վերահսկողություն չունի, ու հիմա կենտրոնական բանկի մտավախությունը այ դրա հետ կապված է, բանկերի մտավախությունը էլի դրա հետ է կապված, որ չգիտեմ, ահաբեկչության ֆինանսավորումից սկսած ինչ ասես կարող ես կրիպտոյով անել։
կրիպտոն կարելի է ինչ որ չափով նմանացնել կանխիկի, ոնց որ թվային տիրույթում կանխիկ գումար լինի, բայց այն առումով որ ինքը ավելի քիչ վերահսկելի է ու մարդիկ ոնց որ փաստացի կարողանում են ինչ որ գործարքներ անեն, բայց ինքը այնքան անոնիմ չի, ինչքան որ անուն անել կամ տարածվել է այդ գաղափարը, որովհետև կրիպտոն հիմնված է բլոկչեյնի վրա, բլոկչեյնն էլ լրիվ 100%-ով թափանցիկ է։ Ոչ թե անոնիմ է կրիպտոն, այլ պսևդոնիմային է։ Այսինքն դու տեսնում ես հաշվի համար, բայց չգիտես այդ հաշվի համարի տերը ով է։ Բայց որ բացում ես հաշվի համարի պատմությունը, բոլոր գործարքները կարող ես տեսնել։ Ու շատ են այն նույնականացման օղակները, որտեղով որ լինում է պարզել թե այդ հաշվի համարի տերը ով է, հետեւաբար ինչ գործարքներ արել։ Այդ առումով կրիպտոն ամենաթափանցիկ փողն է, որ երբևէ գոյություն ունեցել է։ Բանկային համակարգի փողը ինքը հասանելի է մենակ բանկի համար, կարող է պետությունը դիմումներով կարողանա ինչ-որ տեղեկատվություն հանի, իսկ կրիպտոյի դեպքում բոլոր փոխանցումները, բոլոր բալանսները թափանցիկ են, հասանելի են։ Ու հիմա ինչ հանցավորություններ որ տեղի ունենում են Հայաստանում, դրանց մեծամասնությունը իրավապահները կարողանում են բացահայտել, որովհետև կան համապատասխան վերլուծական գործիքներ, կան միջազգային բորսաներ, կան նույնականացված հարթակներ, որտեղ դիմելով լինում է բոլոր տվյալները, տեղեկությունները վերհանել։ Դժգոհություններից մեկը ինչքանով որ ես հասկացա, ինչքան երբ պատրաստում էի մեր զրույցին, կապված է կապիտալի պահանջի հետ, այսինքն այդ նախնական գումարը, որ պիտի կապիտալը պիտի լինի, ընդ որում բավական տարօրինակ ու չգիտեմ, մի քիչ անհասկանալի միգուցե ինձ համար։ Տարբերություն կա $30,000-ից մինչև $530,000։ Այո, այդ գումարը տարբերվում է կախված նրանից, թե ինչ տեսակի պրոդուկտներ ես մատուցում, անկեղծ ասած իմ անձնական կարծիքն է, որ կապիտալի առումով, պահանջի առումով այդքան էլ խնդիր չկա, որովհետև այնպես էլ չի, որ այդ գումարը պետքա սառացված լինի ինչ որտեղ, դա ուղղակի նրա մասն է խոսում, որ այդ ընկերությունը այդքան կապիտալի պետքա տիրապետի, սեփական միջոցներ ունենա, որ կարողանա նման գործարքներ անել։ Ու Հայաստանում գործող տասնյակ նման տիպ ընկերություններ կան, որոնք որ տեղական ընկերությունների մասն է խոսքը, ովքեր այդ կապիտալը ունեն։ Ու այն գրասենյակները, որ տեսնում ենք Երևանի կենտրոնում, որոշները արդեն փակվել են ըստ նոր օրենքների պատճառով, որոշները դեռևս կան փորձում են հասկանալ ոնց հարմարվեն։ Այդ գրասենյակների մեծ մասը այդ կապիտալի խնդիրը չունի, այսինքն նրանք կարող են սպասարկել նմանատիպ գործարքներ։ Ու այդ որ խոսում ենք $10 միլիարդ շրջանառությունից, այդտեղ խոսքը հիմնականում ծավալային առումով միջազգային առևտրին է վերաբերվում, այսինքն Հայաստանի որոշ առևտրային գործընկերների հետ Հայաստանի գործարարները իրենց ֆինանսական հարաբերությունները կարգավորում են կրիպտոյի միջոցով։ Ու այդտեղ արդեն խոսքը ոչ թե մի քանի $100 մասն է, այլ 100,000-ավոր դոլարների գործարքների միջազգային փոխանցումների, հետո բեռնատարերով եկած ապրանքների այդ ամեն ինչի մասն է։ Ես այդ դեպքում չեմ կարողանում հասկանալ, եթե դուք ասում եք, որ այդ ամենը թափանցիկ է, շատ ավելի, քան բանկային համակարգում եղած ակտիվները, որովհետև բանկային ակտիվների դեպքում, եթե պետությունը որոշի ինչ-որ միջամտություն իրականացնել, բանկային գաղտնիքի մասին օրենքն է, այդտեղ սկսում աշխատել, ու բանկը կարող է ասել, ես այս մարդու մասին տեղեկատվություն չեմ տրամադրում, որովհետև ինքը իմ հաճախորդն է, կրիպտոյի դեպքում, այդ դեպքում ստացվում է հետևյալ պատկեր ամենանդեպս այն ինչ որ դուք եք ասում, որ պետությունը դեռ ինչ որ նոր բան կա, որին դիմադրում է, ասում է, չէ, դու իմ շուկա մի մտի, հա։ Այո։ Այդ է հիմնականում։ Հիմնականում դա է ու հիմնականում գիտելիքի պակասից է այդ ամեն ինչը գալիս։ Մեր մոտ ամենամեծ խնդիրը այս ոլորտում այնա, որ ոլորտի վերաբերյալ չկա ռազմավարություն, այսինքն մենք որպես պետություն չգիտենք այս ոլորտից ինչ ենք ուզում։ Ուզում ենք այս ոլորտը արգելենք, թե ուզում ենք այս ոլորտը զարգացնենք, այսինքն եթե տեսլականը կարողանանք ֆիքսել, կկարողանանք ըստ այդմ լուծումներ գտնել, հասկանանք, որ պետական մարմիններն են այս ամեն ինչի համար պատասխանատու, ինչ քայլեր պետքա ձեռնարկենք, որպեսզի ոլորտը արգելափակվի կամ էլ զարգանա, ու ամեն ինչ բարձ կդառնա։ Հիմա բանը նրանում է, եղել է ոլորտ, որ ինքնաբուխ կերպով տարիներ շարունակ զարգացել է, այնքան է զարգացել, որ ծավալները շատ մեծացել են, որ արդեն տեսնում ենք գրասենյակներ, կան մեծ ֆինանսական հոսքեր, առևտուր եւ այլն բիզնեսներ, ու պետությունը ասել է, լավ, ոնց որ շատ այնց բարձր թողի վիճակում մնաց, եկեք մի ձև կարգավորենք սա, ինչ որ օրենք ընդունենք, չեղածից լավ է, այդ սկզբունքն է որդեգրվել, բայց դա այդպես չի, որովհետև կարա օրենք ընդունվել առաջին քայլով, որը որ պարալիզացնի ոլորտը, ինչ որ հիմա փաստացի արել է, լիազորությունը վերահսկողության տրվեց կենտրոնական բանկին, դա էլ է մի քիչ խնդրահարույց բան, որովհետև
բանկային համակարգն ու կրիպտոն ոնց որ մի քիչ հակադիր բևեռներ են, այդտեղ շահերի բախում կա նաև ու կենտրոնական բանկն էլ ինքը իրականում ճիշտ նշեցիք պետության հետ զուգահեռ իրանք շատ սովոր են ամեն ինչ վերահսկողության կոնտրոլի տակ պահել ու եթե իրանք մի բան չեն տեսնում, չեն կառավարում, կարող է իրանց համար շատ վախենալու թվալ։ Հիմա կրիպտոյում այո կարա շատ վախենալու թվալ ռեգուլատորի կամ պետության համար, որ մարդիկ կարող են ֆիզիկապես ինչ փոխանցում ուզեն անեն։ Այդտեղ ոչ ոք ոչ մի ձև չի կարող բան անել, կանգնեցնել մարդկանց, դա նման է ոնց որ ազատ խոսքին։ Հիմա մարդիկ ինչ ուզեն կարող են ասել։ Հիմա բանը նրանում է մենք մարդկանց թույլ չտանք խոսալ, որ հանկարծ վատ բան չասեն, թե ովքեր որ վատ բան ասեն, իրանց պատասխանատվության ենթարկենք։ Հիմա կրիպտոյի դեպքում երկրորդ տարբերակը ավելի լավ է աշխատում, որովհետև մարդիկ sense տենենց ինչ օրենք ուզում ընդունես, փաստացի կարողանալու են անեն այն ինչ ուզում են։ Դու ավելի լավ է այնպիսի կանոններ, այնպիսի միջավայր ստեղծես, որ մարդիկ կարողանան, ովքեր որ բարեխիղճ չեն, օրենքով սահմանված կարգով տեղավորվում են այդ օրենքների մեջ, իրանց բարեխիղճ օրինական գործարքները անեն, առևտրային հարաբերությունները իրականացնեն, որովհետև շատ մեծ միջազգային առևտուր, տրանսֆերտներ, ներդրումներ, ամեն ինչ փոխկապակցված է այս ոլորտի հետ։ Հիմա ասենք օրինակ եթե այստեղ արդեն իրականացվում են այն ծրագրերը, որոնց մասին անընդհատ խոսում է, Nvidia-ի մասին է խոսքը եւ այլն, դա էլ որոշակի չէ, մասնակից է կրիպտո շուկայի, թե չէ։ Չէ, ուղիղ մասնակցություն չկա, իրանք Չէ, միջնորդավորված նկատի։ Իրանք ինչ որ ձև առնչվում են տեխնոլոգիաների առումով, որ երկուսն էլ պահանջում են շատ մեծ հաշվողական ռեսուրս։ Nvidia-ն, որ այդ data center-ը սարքում են, մեծ քանակի հաշվողական ռեսուրս, չիպեր, հոսանք է պահանջելու ու մոտավորապես նույն ենթակառուցվածքն է պետք կրիպտոյի արդյունաբերության, այսինքն mining-ի համար։ Կրիպտոյի mining-ը ոնց որ մի քիչ այլ ոլորտ է, հենց փոխանցումների ֆինանսական հարաբերությունները այլ ոլորտ է։ Այստեղ հա, այդ լավ է, որ ներդրումն կատարվում է IT ոլորտում չիպերի բանի, ու դա նաև հարմար է նրանով, որ այս ենթակառուցվածքը ցանկացած պահի կարելի է վերապրոֆիլավորել որ դեպի կրիպտո, որտեվ պետք է ընդհանրապես չիպեր, պետք է հաշվողական հզորություն, պետք է հոսանք, պետք են այդ կառույցները, որտեղ որ այդ ամեն ինչը սերվերները տեղակայված են, դու կարողանում ես այդ հաշվողական ռեսուրսը այս կամ այն ուղղությամբ ծախսել։ Հիմա երբ դուք ասում եք նաև, որ որոշակի իմաստով այնպիսի արհեստական խոչընդոտներ են ստեղծում ոլորտի համար, արդյոք որքանով որ ես հասկացա ամենայն դեպս դա կապված է նաև լիցենզավորման բարդության հետ, որովհետև կենտրոնական բանկը բավական խիստ չափանիշներ է սահմանել, այդ թվում անձնակազմի որակավորում, տեխնիկական հագեցվածություն եւ այլն, եւ եթե ինչպես դուք եք ասում, չկա ռազմավարություն ոլորտի հետ կապված, սա արդյոք կարելի է ընկալել որպես արհեստական խոչընդոտ, այսինքն լիցենզավորման համար այնպիսի պայմաններ է սահմանում, որ գրեթե ոչ ոք այդ սահմաններին չհամապատասխանի։ Այո, դա խոչընդոտ է ու դա նաև գալիս է հենց այդ տեսլականից, ռազմավարությունից, թե դու ուզում ես այս ոլորտում լինեն փոքր ու միջին բիզնեսներ, թե ոնց որ այս օրենքն է անում, նմանացնում ես գրեթե բոլոր կրիպտո կազմակերպությունները բանկերին, հիմա այնքան բարդ են այդ ռեգուլյացիաները, որ ավելի շատ լիցենզավորման process-ը նման է բանկի լիցենզավորման process-ին, որ պետք է անվտանգային համակարգեր, ծրագրային ապահովումներ, փլավ բաժին, աուդիտ, հազար մի պահանջ կա, որ տեղական լոկալ այդ ստարտափի նման ընկերությունները չեն կարողանալու դրա տակ մտնել։ Անկամ եթե իրանք կապիտալ ունեն այդ 50 միլիոն, 100 միլիոն դրամն է, կարող է իրանք այդ մարդ ուժը չունեն, այդ գիտելիքը չունեն, բացի դրանից կարող է այդ գիտելիքը սպասարկող անձնակազմել այստեղ չկա, օրինակ կրիպտոյի փլավ մասնագետներ, փողերի լվացման աբեկիչների ֆինանսավորման մասնագետներ Հայաստանում չկա, զրոյից պետք է այդ ներուժը ձևավորվի, ինչ որ ստանդարտներով բերվի, ու պետություններ կան, որոնք որ գնացել են ավելի թեթև կարգավորման ուղղությամբ, ոնց որ օրինակ Վրաստանն է, որի մասին օրերս կրիպտոտնտեսվարների միությունը հոդված է շարապարակել։ Վրաստանը տարիներ առաջ որոշել է, որ զարգացնում է այս ոլորտը, այնտեղ հստակ պարզ օրենսդրություն են դրել, այնտեղ բոլոր տեսակի բիզնեսները գոյություն ունեն, համ փոքր, համ միջին, համ մեծ, այնտեղ կան գրասենյակներ, որոնք նաև կանխիկով են աշխատում, այնտեղ այտենց տաբու բան չի դարձվել կանխիկը։ Ուղղակի դրանք վերահսկողության տակ են, հաճախորդները նույնականացվում են։ Մենք էլ այդ նույն բաները առաջարկում էինք կենտրոնական բանկին, կառավարությանը, ներքին գործերի նախարարությանը, բայց այդ առաջարկները չընդունվեցին։ Հիմա փաստացի խոշոր օրինական գործարքներ որևէ կերպ հենց այսօր հնարավոր չի անել, որովհետև այդ ենթակառուցվածքը չկա դրանք սպասարկելու։
Այսինքն այն 10 միլիարդ դոլարը, որ դուք ասում եք նախկինում եղել է տարեկան շրջանառություն նկատի ունեմ, այդ 10 միլիարդը այս ամենի պատճառով կամ թաքնվել է, չէ՞, կամ արտահոսք է եղել ուրիշ ուղղություններով, ասենք նույն Վրաստան։ Այո, ճիշտ եք ասում, ու այս ոլորտը նաև այդ առումով շատ նման է IT ոլորտին, որ գրեթե ամեն ինչ թվային տիրույթում է։ Դու համակարգչով կարող ես ամեն ինչ անես։ Թրեյդինգից սկսած մինչև ինչ-որ ծառայություններ մատուցել, ու եթե դու այս ոլորտի համար բարենպաստ միջավայր չես ստեղծում, մարդիկ վերցնում են իրանց ճամպրուկները, գնում են ուրիշ երկիր, որտեղ իրանց ավելի լավ են վերաբերվում, այնտեղից են նույն գործունեությունը վերցնում, գնում է սահմանից այն կողմ։ Այո, այդ սահմանն էլ որ մանավանդ Վրաստանի դեպքում շատ հեռու չի, կարող ես նույն բանը այնտեղ անես։ Այստեղ եթե չես կարող այդ գործարքն անես, ուղղակի գնում ես 2 ժամվա ճանապարհը, այնտեղ ես գործարքը տանում, հետ ես գալիս, ու դրա արդյունքում կարա նաև շատ մեծ կապիտալ արտահոսել, որովհետև կրիպտոյով շատ մեծ փողեր դեպի Հայաստան գալիս են։ Հիմնականում IT ոլորտի այդ outsource անելու արդյունքում, որ վճարումները հիմնականում շատ ավելի արագ ու հեշտ է լինում կրիպտոյով անել, IT-շտիկներից շատերը փող իրան ստանում են կրիպտոյով։ Հիմա եթե այդ փողը ստեղ օրինակ չեն կարողանում հեշտ արագ վերածել պետական արժույթի դրամի դոլարի Հայաստանում այդ գումարը ծախսել, ստացվում է տանում են Վրաստանում, Էմիրատներում, Սինգապուրում, ինչ-որ օֆշորային գոտիներում այնտեղ են այդ գումարները ելքագրում, այնտեղ են նաև հաճախ այդ գումարները ստիպված լինում ծախսել, եթե պետք է լինում, որ իրանք տեղափոխվեն այնտեղ։ Այսինքն դու այդ ամեն ինչ այդ ֆինանսական process-ներին խոչընդոտելով, դանդաղեցնելով, արհեստական խոչընդոտներ ստեղծելով, կարող ես մեծ կապիտալ դուրս մղել երկրից։ Եվս մեկ հարց, որ ինձ հետաքրքրում է, տեսեք, եկամուտների կոմիտեի հետ աշխատանքը ես օրինակ չեմ պատկերացնում, ասենք եթե ստանը նստած եմ, իմ համակարգչի մոտից չէր գործարքներ եմ ասպանում, որ այդ մոդայիկ բառ ասել թրեյդինգ եմ անում։ Ինչ որ բան գնեցի կամ ինչ որ բան վաճառեցի եւ այդ ամեն ինչը կրիպտո արժույթով արեցի։ Պետք եկամուտների կոմիտեն որտեղից է իմանալու ես ինչ արեցի, որտեղ դա պիտի հարկվի, չէ՞։ Մեր ընկերությունը արդեն 6 տարի է գրեթե գոյություն ունի ու դրանից 5 տարին պետք է այդ սերտ կերպով աշխատել է։ Սկզբից պետք է փորձել է հասկանալ թե այս ոլորտը ընդհանրապես ոնց է աշխատում, ինչ սկզբունքով է աշխատում։ Ինչ որ չափով այնտեղ գիտելիք կա կուտակված, իրանք առնվազն արդեն ֆիքսել են թե ովքեր են տնտեսվարողները, անուններով գիտեն, հասցեներով գիտեն, բանկային հաշվամարներով գիտեն, երբ որ ինչ որ խարդախության կամ անօրինականության դեպք է լինում, դիմում են, որպեսզի տեղեկատվություն փոխանակվի, բացահայտվեն այդ հանցագործությունները, ու շատ են նմանատիպ համագործակցության օրինակները։ Այն մարդիկ, ովքեր այս ոլորտում գործունեություն են ծավալում, էլի անկանխիկ ձևով մինչև հիմա կարողացել են ֆիզիկական անձի մակարդակով անել գործարքներ, դու որպես բիզնես գնում ես հաշիվ չեն բացում, ստիպված կարաս անձնական քարտով ինչ-որ բաներ փոխանցներ անել, մինչև հաշիվդ օրինակ ուշադրություն գրավի ու բլոկվի բանկի կողմից, բայց այդ շրջանառության մասով օրենքներ դե ընդունվեցին, ՊԿ-ը հիմա տեսնում է տարեկան մուտքերը, ելքերը, շրջանառությունը բոլոր ֆիզիկական անձ հաճախորդների։ Դրանից կարողանում է հանել վերլուծություն անել, թե ով է կրիպտոյով զբաղվում, ով կրիպտոյով չի զբաղվում, կամ ինչ որ գործարք է իրանց ուշադրության տակ հայտնվել, որ կրիպտոյին առնչվում, արդեն ֆիքսում են, որ այս օկտատերը կրիպտոյին առնչվող գործարքներ անում։ Բացի դրանից կան միջազգային բորսաներ, որտեղ որ ուղիղ փոխանցումները երևում է, որ այս գումարը ուղարկում ես կրիպտո ընկերությունը հաստատ կամ կրիպտո ես առնում կամ կրիպտո ես ծախում, այսինքն այդ նպատակով է։ Այսինքն կան այդ համագործակցության ու վերլուծական գործիքների հնարավորությունները, նաև մոռացա նշել ՊԿ-ը թանկարժեք վերլուծական գործիք է գնել chain analysis, որով որ կարողանում է արդեն իդենտիֆիկացնել, որ գործարքը ով է անում, շատ դեպքերում, գրեթե բոլոր դեպքերում։ Բայց եթե ձեր ասացի տրամաբանությամբ շարժվենք, այսինքն ոլորտը այստեղ մահանում է, ստացվում է, որ դա անիմաստ ծախս է։ Եթե մահանա, անիմաստ ծախս կլինի, բայց հիմա այդ գործիքը մոտ 3 տարի առաջ ՊԿ-ը գնել է, ՆԳՆ-ն ունի, իրանք եթե հանցագործություն լինում է, գոնե կարողանում են պոչը բռնել դրանց։ Եվս մեկ բան, հիմա կրիպտո ոլորտի ներկայացուցիչները նաև ՊԿ-ի համար դասընթացներ են անում, հենց մարտից սկսած, մարտ-ապրիլ ամիսներին 2 ամիսանոց դասընթաց է ՊԿ մասնագետների համար, որից որ նաև իրանց մոտ գիտելիքը ոնց որ կթարմացվի, իրանք կզինվեն գիտելիքով, կիմանան նաև այս ոլորտի հետ ոնց հարաբերվել։ Բայց նաև շատ հարցեր կան։ Ես մի դրվագ հիշեցի, որը բավական զվարճալի դրվագ էր տարիներ առաջ, երբ այն ժամանակ ոստիկանությունը մոտոցիկլետներ բերեց, այստեղ երթևեկը կարգավորելու համար, բայկերներին խնդրել էին, որ գան իրենց ոստիկաններին դասեր տան։ Նրանք էլ ասել էին շնորհակալություն, հաջողություն, մենք չենք գալու ձեզ սովորացնենք, թե մեզ ոնց պետքա բռնեք։
պարտադիր չի բռնելու բանով։ Հետո կարող է այդ մոտեցման հարցը լա։ Մենք օրինակ այս միությունը որ հիմնել ենք, այդտեղ հիմնականում մեծ ու խոշոր բիզնեսներն են Հայաստանի ոլորտի ներկայացուցիչները, ու մենք գործընկերային ենք տրամադրված պետության հետ։ Այդ կանխիկի արգելք օրինակ որ դրվել էր օրենքով, մենք ասում ենք մի հատ եկեք հասկանանք ինչ խնդիր է սրանով լուծվում։ ՆԳՆ-ն ասում էր մենք չենք կարողանում նույնականացնել թե ով է այս հանցավոր գործարքը արել։ Ասենք խնդիր չկա, բոլոր գործարքները կնույնականացնենք, բոլորի անձնագրեր կունենանք, անձամբ կստուգենք, ինչ որ անօրինական բան լինի, միանգամից այդ ինֆոն ձեզ կտանք։ ՆԳՆ-ն ասեց ոնց որ աշխատող տարբերակը կարանք տենց առաջարժվենք, հետո եկավ կենտրոնակամակ ասեց, բայց չէ, ամեն դեպքում կանխիկ պետք չի, ամեն դեպքում անկանխիկով թող սաղարվի։ Իրանց համար երևի ավելի սովոր համակարգա, սովորական համակարգա, բանկային համակարգը տարիներ շարունակ կարգավորել են, առնչվել են, այն որ ասում եմ մի քիչ շահերի բախում կա, այդ խնդիրն էլ միշտ կա, որ չես իմանա ինչ թաքնված շահեր կարող են դրա մեջ լինել, որ այս մեծ հոսքերը 10 միլիարդի որ կան, անպայման բանկերով պատտվի, որովհետև կարող է բանկերն էլ տեղից իրանց միջնորդ հավճարներ ու հետաքրքրություններ ունեն։ Մի խոսքով մենք բաց ենք, ինֆորմացիան տրամադրում ենք, սովորացնում ենք, ու այնպես չի, որ այստեղ բռնելու բան կա, մենք էլ ոնց որ փախնում ենք, որ մեզ չբռնեն, դրա մասին չի խոսքը։ Մենք ասում ենք ոլորտա, պետք է հստակություն, մեր համար էլ մեծ ստրես է, երբ որ խաղեկանոններ չկան, երբ որ չգիտենք ոնց օրինական ձևով գործենք, երբ որ անորոշություն է, ու չգիտես վաղը քո բանկի հաշիվը կբլոկվի, թե չէ, ինչ որ տուգանք կգա, թե չէ, հարկերը ցենց վճարես, թե նենց վճարես։ Օրենքները հարկայինի տեսանկյունից էլ անցած տարի 25-ի հուլիսով ընդունվել են, մինչև հիմա հստակ չի, թե հարկերը ոնց պետքա վճարվեն։ Բեք էլ գրություն են գրել, դեռ ամիսից ավել անցել է, դեռ չեն պատասխանել։ Երևի իրանք էլ չգիտեն ոնց պետքա այդ ամեն ինչը լինի, այսինքն այդ կոմունիկացիան անընդհատ պետքա պահել պետության հետ։ Ես եթե այսպես միջանկյալ փորձենք ամփոփել մեր զրույցի առաջին հատվածը, սա ասում է հետևյալը, դուք առաջարկում եք, ասում եք հարգելի պետություն, մոռացի, որ դու կառավարելու ես այս ոլորտը, բայց եկեք այնպես անենք, որ ոլորտը լինի վերահսկել, այսինքն դու կարողանաս վերահսկես ոլորտը, չկառավարես, ինչպես ասենք բանկերի դեմքում կարող է անել կենտրոնական բանկը, այլ վերահսկես, որպեսզի այդ ոլորտում հանցագործություններ չլինեն։ Հա։ Ճիշտ եք ասում, իրականում կառավարել ընդհանրապես լավ չի պետության տեսանկյունից, այդ մի քիչ սոցիալիստական բան է, կոմունիստական բան է, իրոք պետքա թափանցիկ բաց հասարակություններում պետքա վերահսկել ոլորտները, թափանցիկ դրանք դարձնել, հասկանալի ռիսկերը զսպել, ոչ թե խոչընդոտել ու սահմանափակել։ Ու նույն այդ օրինակով նույն Վրաստանը ինքը ավելի շատ այնտեղ կենտրոնական բանկն է ռեգուլյատորը, ինչքան էլ որ զարմանալի է, բայց այնտեղ ինքը դիրքավորվել է, որ ավելի շատ դիտորդի դեր է ստանձնում, ինքը նայում է, տեսնում է ոնց են հարաբերությունները, այսինքն ստուգում է, ինֆորմացիա ունենում է, բայց չի խանգարում, չի միջամտում, բարդ պատնեշներ չի դնում այդտեղ ոլորտ մտնելու, էլի կապիտալի բանի տեսանկյունից կամ դժվար ռեգուլյացիայի լիցենզավորման տեսանկյունից։ Դրա արդյունքում ոլորտը կարողանում է զարգանալ, պետությունը կարողանում է իր աչքը պահել ոլորտի վրա, ու բոլորը ուրախ երջանիկ են լինում։ Հիմա քանի որ ես կրիպտո ոլորտի, այսպես ոլորտում ավելի ճիշտ թեյնիկ եմ, ինչպես կասեին ժամանակին, այ ինձ բացատրեք ու ոչ միայն ինձ, ինչպես երեխային կբացատրեին։ Հիմա տեսեք, ունեք իմ մոտ հարց է առաջանում։ Ես ունեմ բանկային հաշիվ։ Ես եթե վաղը նման հնարավորություն ունեմ, ստեղծում եմ բիզնես, հետո ես այդ բանկի հաշիվը կառավարելով նույն բաներով, օնլայն բանկինգով կարող եմ գնումներ անել, վաճառք իրականացնել եւ այլն եւ այլն։ Ու այդտեղ հարց է առաջանում. եթե այս ամենը կա, այդ ամենը կարելի է անել կանխիկով նաեւ, եթե այս ամենը կա, այդ դեպքում ինչի համար է կրիպտոն։ Շատ լավ հարց եք տալիս։ Հիմա օրինակ դուք պայմանական Հնդկաստանում ինչ որ ծանոթ եք ձեռք բերել, երբ որ գնացել եք Եվրոպա այցի, Իրանից պարտքով $100 եք վերցրել, հիմա ամենակ գնացիք ձեր երկիր հետ, $100 դուք պետք է իրան վերադարձնեք։ Ոնց եք այդ $100 ուղարկելու Հնդկաստան։ Պարզ ինչ որ մեխանիզմ կա, թե չէ։ Բանկային համակարգով շատ դժվար են միջազգային փոխանցումները, շատ ռիսկային են բանկերի համար միջազգային փոխանցումները։ Ամեն ինչ պետք է հասկանան, քրքրեն, ինչ որ մինիմալ վճարներ ունեն, օրինակ Swift վճարումների համար փոխանցումների համար մինիմալ $10 գանձում կա, $100 դեպքում այդ կլիներ 10% միջնորդավճար։ Ընդհանրապես Հայաստանից Հնդկաստան, չգիտեմ, լինում է ուղիղ փոխանցել, թե չէ։ Հնդկաստան կարող է լինում է, Տանզանիա լինում է, ինչ որ այլ հերու Կոլումբիա լինում է,
Կրիպտոյի դեպքում փողը երկիր չի ճանաչում։ Փողը ինտերնետում ոնց որ նամակ կգրեիր, կարաս չէ, Messenger-ով, Facebook-ով, ցանկացած mail գրես ինչ-որ մեկին։ Նույնիսկ կարաս փող ուղարկես։ Եթե այդ մարդը ինտերնետում գոյություն ունի, ինքը կարող է քեզնից կրիպտո ընդունել։ Ինքը պարզացնում է այդ ամեն ինչը, նաև միջնորդներին է հանում։ Երբ որ միջնորդներ են գալիս, նրանք սկսում են ժամանակի ընթացքում չարաշահել համակարգը։ Լինեն դա պետությունները, որ փողը կենտրոնացնում են, հետո սկսում են շատ փող տպել, պարտք վերցնել, ինֆլյացիա ստեղծել եւ այլն, կամ էլ քաղաքական հետապնդումների մարդկանց ենթարկել, նայած թե ինչ տեսակի պետություն է։ Կամ բանկերը սկսում են մեծ միջնորդավճարներ վերցնել, որովհետև փաստացի մոնոպոլ են դառնում ոլորտում։ Կրիպտոյի դեպքում կրիպտոն բոլորինն է, ոնց որ ինտերնետն է բոլորին, նույնիսկ կարող ես ցանկացած մարդու առանց որևէ մեկի թույլտվության, առանց ինչ որ մեկին մեզ միջնորդավճարներ տալու փոխանցում անել։ Ու դա ոնց որ փողի էվոլյուցիայի հերթական քայլն է, հերթական ցիկլն է։ Հիմա ես ճիշտ եմ հասկանում, որ ձեր դժգոհությունը հիմնականում կապված է նրա հետ, որ բացի նրանց, որ չկա ռազմավարություն, որ կարգավորող գործիքները այնքան էլ լավը չեն, մեղմ ասած, ամենալեւս դատելով ձեր ասածից, այլ որովհետև նաև պետությունը, այս դեպքում կենտրոնական բանկը, սպասարկում է ոչ թե ընդհանուր շահը, այլ ըստ էության այդ միջնորդների ինստիտուտն է սպասարկում, այսինքն բանկերին է, որ հարմար լինի իրենց, որ իրենց համար ավելի լավ լինի։ Նորդ հնարավոր եկամուտը բանկերից դուրս չգա։ Այդ տեսակետը գոյություն ունի, ես էլ ինչ որ չափով մտածում եմ դրա մասին, կարող է դա էլ հավանական, բայց կենտրոնական բանկը ասում է չէ, մենք բանկերի շահը չենք պաշտպանում, բայց անգամ եթե իրանք չեն պաշտպանում բանկերի շահը, իրանք սովորեն բանկերի հետ առնչվելուց շատ նման է, չէ՞։ Դա իրանք սովորեն բանկերի հետ առնչվելուց։ Անունն էլ է կենտրոնական բանկ, այն որ ասում է, եթե ձեռքդ չագու չէ, ամեն ինչ քո աչքին մեղք երևա։ Հիմա կենտրոնական բանկն է, բոլորին ուզում է բանկի նման սպասարկի, վերահսկի, կարգավորի, բայց սա նոր երևույթ է, որը բանկերից էականորեն տարբերվում է։ Ու զարգացած երկրներում, որտեղ որ այս ոլորտը ծաղկում է, իրանք ունենում առանձին անկախ ռեգուլատորներ, որոնք որ մասնագիտանում են դրա մասին, դրա վրա, փորձում են զարգացնել այդ ոլորտը ու նաև բալանսավորում են համ բանկերի շահը, համ պետության շահը, համ ոլորտի շահը, համ քաղաքացիների շահը, այսինքն ոսկե միջին են գտնում։ Կենտրոնական բանկի, Հայաստանի կենտրոնական բանկի տեսանկյունից ամենամեծ խնդիրը, որ պետք է ինքը լուծի, դա ռիսկեր կառավարելն է, որտեղ ինքը ռիսկեր կառավարող մարմին է։ Ու ռիսկեր, մենակ ռիսկերի վրա կենտրոնանալով դու երբեք չես կարող որևէ ոլորտ զարգացնել։ Եվ երևի մի հարցով ավարտենք մեր զրույցը, հարց, որը ենթադրում եմ, որ շատերի մոտ կառաջանար։ Լավ, 10 տարի առաջ կրիպտո չկար։ 10 տարի հետո էլ թող չլինի Հայաստանում, ինչ է դրանց փոխվել։ Երկիրն ինչ է կորցնում դրանց։ Մեծ քանակի գումարներ, կապիտալ ներդրումներ են մտնում Հայաստան կրիպտոյի միջոցով։ Շատ Հայաստանի առևտրային գործընկերներ 10 տարի առաջ այսպիսի ֆինանսական սահմանափակումների տակ չեն, ինչքան որ հիմա են օրինակ։ Մեծ աշխարհաքաղաքական բախումներ են գնում ամբողջ աշխարհում, նաև տարածաշրջանում։ Ու երբ որ դու որպես փոքր երկիր փորձում ես առևտրային հարաբերություններ զարգացնել, համ այս կողմի հետ, համ այն կողմի, համ վերևի, համ ներքևի, բոլոր ուղղություններով, քեզ պետքա քո սուվերեն ֆինանսական գործիքները, որ երբ որ ինչ որ մեկը ասես դուք արդեն իր այդ առևտուր չեք կարողանալ, որովհետև մենք այդ առևտրի բաները, փականները կփակենք, դու ասես լավ, ես այլընտրանքային գործիք ունեմ։ Պայմանական ասած, եթե օրինակ պարոն Թրամփը մի օր որոշի, որ Հայաստանի Հանրապետությանը հանում է SWIFT համակարգից, դու ասում ես ձեր գործն է, ես ունեմ գործիք։ Մեկը դա, մյուսը իրանք արդեն շատ երկրներ հանել են արդեն իսկ SWIFT համակարգից, որոնք որ Հայաստանի խոշոր առևտրային գործընկերներ են, բայց մենք ունենք իրանց հետ առևտրային հարաբերություններ, դա ոնց պետք է այդ ֆինանսական հոսքերը գնան։ Այս պայդրությամբ նաև որոշ ֆինանսական հոսքեր սպասարկում են այդ առևտրային հարաբերությունները։ Դա բխում է նաև պետության շահից։ Դա ֆինանսական գործիքների դիվերսիֆիկացիա է։ Երևի ամեն ինչ հասկանալի է։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ կրիպտո տնտեսվարողների միության խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս ու շատ փող։